Արդյոք առողջ սնունդ եք ընդունում հետևում եք։ Աշխատում ենք ամենայն դեպս։ Ինչ գիտեք, արդյոք ձեր գտված ապրանքը որակյալ է, անվտանգ է թե ոչ։ Նախնական ինձ թվում է, որ նայում ենք թարմությանը, անպայման։ Հետո դե ինչ ասեմ, աշխատում ենք, որ թարմ լինի։ Տեղականն է լավը թե դրսի։ Ես ամենայն դեպս մեր տեղականը շատ ընդունում եմ եւ աշխատում եմ տեղականից օգտվել։ Որքանով է մաչելի որակյալ սնունդը։ Մատչելի, սուտ կլինի ասեմ, որ մատչելի է, եթե ուզում ես որակով լավ բան գնել, բնականաբար գումարային ինքը մի քիչ թանկ է լինում, բայց քանի որ ունես տանը բալիկներ եւ դու էլ ուզում ես նորմալ սնունդ ստանալ, ստիպված ոնց որ գնում ես։ Արդյոք առողջ սնունդ ընդունում եք։ Այո, ձգտում եմ։ Ինչպես եք ընտրում եւ արդյոք ինչ գիտեք, որ ձեր ընտրած սննդամթերքը առողջ է։ Ճիշտ ասած ապրում ենք Ռուսաստանում, գիտեմ, որ տենց ապարատ կա նիտրատները ստուգելու համար, մտածում դրանից գնել եւ փորձել դրանով, բայց այդտեղ հույսով եմ, որ ամեն ինչ ավելի մաքուր է, քան որևիցե ուրիշտեղ։ Նկատի ունեմ բանջարեղենը, միրգը, որի համար հաճախ ստեղ են գալիս, ստեղ են գնահատում եւ առնում։ Իմ երեխաները չգիտեն կարտոշկա ֆրին ինչ ասենք, թե չենք անում դա, միայն խաշած վիճակում։ Աշխատում եմ հետևել, բայց ինչքանով է ստացվում, անկեղծ ասած չգիտեմ։ Արդյոք այդ գրված է, այդ նշվածը, որ նշված է, ինչքանով է ճիշտ, դրան եմ կասկածում։ Որակյալ սնունդը ինչ է կարծում, որքանով է մաչելի։ Ինչքան բնական է նշվում է, ինչքան որ գտնում եմ, որ դա բնական է, այնքան իմ կարծիքով ավելի թանկ են գնահատում։ Իսկ պետությունը այս հարցում ինչ անելիքներ ունի եւ արդյոք հավուր պատշաճի կատարվում է սննդի անվտանգության։ Սկսենք նրանից արդյոք պետությունը ինչքանով է պետություն։ Հիմա այսօր պետության, ես ոչ մի բան պետության վրա հույս չեմ դնում, ինչ էլ որ արվում է անհատների կողմից։ Առողջյալ պլակեպ է իմ կարգախոս։ Եվ ինչպես եք ընտրություն անում եւ խանութում վաճառվող սնունդը որքանով է որակյալ ձեր կարծիքով։ Նայում եմ ժամկետանց չլինի, հետո շատ մշակված չլինի, թարմ սնունդ լինի, շատ մշակումներ անցած չլինի, օրինակ երշիկը շատ քիչ եմ առնում։ Իսկ խանութներում վաճառվող սնունդը որքանով է առողջ։ Առողջ չէ, մենք պետք է անպայման հետևենք, բնականաբար։ Եղել է դեպք, ես երեխայի համար պեչենի եմ վերցրել, տարել եմ տուն, ժամկետը անց չի եղել, բայց ինքը փչացած է եղել, այսինքն կեղծ սպիտակ են կպցրել վրան։ Արդյոք առողջ սնունդ ընդունում եք, հետևում եք դրան։ Ցանկանա հետևել, բայց չեմ ընդունում։ Պետությունը արդյոք անելիք ունի այս հարցում։ Իհարկե ունի պարենային անվտանգության հիմնախնդիրը, ստուգի, որ ներմուծվեն ապրանքներ, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, գմոներ չեն պարունակում։ Ամեն տեղից չեմ օգտվում, փողոցային, ասենք, սենտրուտելիքներից, բաներից չեմ օգտվում։ Տեղականն է լավը, թե դրսին է, ինչ եք կարծում։ Չէ, մենակ տեղական։ Պետությունը ինչ անելիք ունի այ անվտանգ առողջ սննդամթերք մատակարարելու հարցում։ Դե ինչ էլ ուզում անի, մեկը լրիվ տենց ապահովված չի լինի։ Գերադասում են սնունդը, որը համար մեկ երկրորդ, երրորդ անտիօքսիդանտներ են։ Օրինակ խաղողի ձեթը, խաղողի կորիզի ձեթը, ծիրանի կուտը, դառը նուշը, կանաչ թեյը եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ եք կարծում, տեղական սնունդն է ավելի որակյալ, թե դրսին ավելի առողջ։ Իհարկե մերն է, մերը բոլոր դեպքերում մերը։ Արդյոք առողջ սնունդ ընդունում եք, հետևում եք։ Փորձում եմ։ Իսկ ընտրությունը ինչպես է կանում եւ ինչ գիտեք, որ ձեր գնաց սնունդը առողջ սնունդ է։ Դե ժամկետներին անընդհատ նայում եմ, դա մեկ։ Հետո իմ եղբայրը քիմիկ է, խորհուրդներ ինքն է տալիս։ Որոշ բաներ կարդում եմ ժուրնալներից եւ այլն լսում եմ։ Կոնկրետ ինչ խորհուրդների եք հետևում։ Որ ժամկետ անց լինի այդ բաներ չունենա իր մեջ դաբավկաներ, ժամկետը երկարացնելու համար։ Փորձում եմ հայկական, տեղական, մեր մաքուր, գոնե քիչ թե շատ մաքուր, էկոլոգիապես մաքուր սնունդ ընդունել։ Իսկ առողջ սնունդը արդյոք թանկարժ է։ Մի քիչ կողմնորոշվելու հարց է, բայց դե հիմա դարը այնպեսին է,
ամենտեղ ինչ որ բան փոխվել է քիմիկատներով եւ այլն, այդպես չես կարող 100%-ով մաքուր ընդունել, ինչ որտեղ նույնիսկ ասում են, եթե լսել եմ անեկդոտ, որ եթե մարդը միայն էկոլոգիապես 100%-անոց մաքուր ընդունի, կարող է վատանա, որտեղ արդեն մեր օրգանիզմը սովորել է, կարծես թե այդ ամեն ինչին։ Պետությունը անելիք ունի այս հարցում։ Իհարկե, ճանապարհի վրա հատկապես առիթից օգտվեմ Թուրքիայից եկած սննդամթերք երբեք չընդունի, այս վերջին իրադրություններից ելնելով, իսկ ընդհանրապես, բա իհարկե ժամկետի իմաստով, այն սովետական ժամանակներում այդ հարցը ճիշտ էր լուծվում, ոնց որ թե հիմա մի քիչ բարձի թողի վիճակ է։ Ինչու՞ չէ, այո, բանջարեղեն, մրգեր, հետևում ենք։ Վաճառվողը որքանով է որակյալ եւ առողջ ու անվտանգ։ Հայկական բոլոր ուտելիքները ինձ համար որակյալ են, նամանավանդ պանիրը։ Հնարավորինս հետևում եմ, որտեղ խանութների մեր սպառման հնարավորությունները ինչքան որ թույլ են տալիս, այդքանով հետևում եմ։ Կան խանութներ, որտեղից գերադասում եմ, ասենք, որևէ բան առնել, անուններ չեմ տալիս, որ ռեկլամի նման չլինի, պարզապես ասենք ավելի փորձված է դա։ Քաղաքացին կարող է առողջ սնունդ գնել խանութից, այդ հնարավորությունները արդյոք տրված են։ Հնարավորություններ ունենք, Փառք Աստծո մեր Հայաստանի բնությունը այնպիսին է, որ մանավանդ հիմա այս սեզոնի ժամանակ, որ նոր ամեն ինչ ծաղկել է, կանաչել է, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Պետք է ուղղակի մտածված ճիշտ անել այդ ամեն ինչ, այնպես չի, որ մեր սնունդը խանութներում բոլորը վատն է, անորակ է, ոչ, կարելի է ընտրել։ Իսկ առողջ սնունդը արդյոք թանկարժե թե ոչ։ Պարտադիր չի առողջ սնունդը նշանակի թանկություն, բոլորովին։ Իսկ տեղականն է լավը, թե դրսի բերված է։ Ես գերադասում եմ տեղականը։ Պետությունը հավուր պատշաճի այս ոլորտում իր աշխատանքի գործունեությունը իրականացնում է, ինչ եք կարծում։ Այս ոլորտում շատ բան ունեն անելու եւ հնարավորություններ էլ կան եւ մեծ ծախսեր չեն պահանջում։ Պարզապես պետք է այդ հարցին կցեն պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք գիտեն ինչ պետք է անեն եւ ինչպես պետք է անեն։ Ընդհանրապես ճիշտ մարդկանց պետք է ընդգրկել այդ աշխատանքի մեջ եւ բոլորովին մեծ ծախսեր չի պահանջում։